Քննարկում են ինչ-որ կհրապարակենք բանակցային թղթերը մինչև նոր տարի, Մինսկի խումբը լուծարելուց հետո, Զատկին կհրապարակենք, Մարտի 8-ին կհրապարակենք, ում են դրանք պետք։ Համարում եմ բանակցային թղթերը կարող եք հրապարակել, կարող եք և չհրապարակել, որովհետև մեկ է, վերջը պրահան է։ Նիկոլը բանակցությունները սկսել է զրոյական կետից, մինչ այդ եղած ամբողջ բանակցային պատմությունը մի կողմ թողնելով, ավարտել է պրահայով։ 2019 թվականի առաջարկը մերժել է, որի բովանդակությանը ծանոթ չլինելով անգամ վստահ ասում եմ, այսօրվա վիճակից բազմակի անգամ լավը կլիներ։ Բանակցային թղթերը այսօր արդեն անկարևոր են, որովհետև նա թղթերը շպրտել է մի կողմ ու ասել, սկսում ենք իմ զրոյական կետից, հետո ասել է, Արցախը Հայաստան է և վերջ։ Հետո Տավուշի սահմանային գոտում մի դիրք է առաջ տվել ու դարձրել Սարդարապետյան պատերազմ, հետո մատ է թափտվել Ալիևի վրա, սպառնալով իշխանությունը տապալել, Ադրբեջանը քանդելով ներսից։ Ես չեմ հիշում, այսինքն դուք էլ չեք հիշի, Հայաստանում որևէ ղեկավար, որ թեկուզ թշնամի, բայց հարևան պետությանը սպառնար, քանդել ներսից։ Ամեն ինչ արել եք, որ պատերազմ լինի, ու հիմա ձեր մունատները ում են ուղղված։ Պարտության արդարացումները ինչի համար են, ով է ձեզ հավատալու, ում մոտ եք խղճահարություն առաջացնելու։ Ասել ենք ի սկզբանե, որ եկել ես հանձնես, եկել ու ամեն ինչ արել ես, որ մեր կանխատեսումները սխալ դուրս չգան։